Կերամա Մարացի ընկերության նորաբաց խանութ սրահ։ Ավելի քան 2000 քառակուսի մետր ընդարձակ տարածք հանգիստ և ճիշտ ընտրություն կատարելու համար։ 8-ամյա աշխատանքային փորձ ձեր հարմարավետությունն ապահովելու համար։ Նոր, ավելի ընդարձակ, Կերամա Մարացի ամենամեծ խանութ սրահը Դավիթ անհախտի 6 ասեում։ Grill Express KTM ավանդական խորոված և ամերիկյան գրիլներ կարող եք պատվիրել նաև օնլայն։ Ընտրեք հավի, ձկան կամ մսային ցանկացած գրիլներ և պատվիրեք։ Արդեն շատերի կողմից սիրված յուրօրինակ համով գրիլները ձեր ճաշկերույթը կդարձնեն անմոռաց։ Grill Express-ը հնարավորություն է ընձեռում նաև պատվիրել գրիլներ արտերկրից Հայաստան։ Grill Express, դուք պատվիրեք, իսկ մենք սիրով կրակենք։ Շակ է, հիվանդություն չի հայտնաբերվել։ Քո կասկածները ճիշտ էին, դուք եղեք։ Ինչ։ Չէ, դա հնարավոր չի։ Շակ է, պատասխանն այս պահին իմ ձեռքին է։ Իսկ եթե շփոթել եք։ Դա հնարավոր չի։ Անցած օրը դու ինքդ էիր ասում, որ մտածում ես հեղես, ինչու ես հիմա բացառում։ Չգիտեմ, բժշկուհի, շնորհակալ եմ։ Ես ես հետո կզանգեմ։ Ալեքս, ինչի ես անհասանելի։ Ալեքսն արդեն լրիվ սահմաններն անցնում է։ Երևում է փափուկ խոսացինք հետը։ Ինչ արել։ Ինչ պիտի անի։ Իբր ուզում է Տիգրանի հետ հարաբերությունները վերականգնի։ Բայց մենք իրանց զգուշացրել էինք։ Չի վախենում։ Աստորեն չի վախենում։ Պետք է գնամ տենամ։ Երեխուես հարցերը լուծենք։ Դրան գտի բեր մոտես։ Տենամ ուզածը ինչ է։ Լավ, իզան մեր հետ է գալու։ Չգիտեմ։ Հնարավոր է քեռու հետ գա։ Բայց Եղիշը կգա որ սետի ընկերը չի։ Եղիշը շատ լավ հասկանում է, թե իր քրոջ աղջկա թե երեխու համար որն է լավագույն տարբերակ։ Ու եթե միջև հիմա ընկերներ էին, այսօրվանից դժվար է այդպես լինի։ Գնանք։ Արդեն պատրաստ ես։ Եկել է եղբայրս։ Հա, դրսում քեզ է սպասում։ Այսօր պիտի հրաշք լինի, որ հարսս լուսացնի։ Ռոզան, խնդրում եմ, նախ կամաց։ Խելքդ գլուխդ հավաքի։ Հանկարծ հիմարություններ չանես։ Եվս մեկ սխալ քայլ ու քո կյանքը կարող ես համարել կործանված։ Հանգիստ։ Իսկ ես ով ասաց, որ ես եմ հարսս գլուխը ուտելու։ Ինքը իր թույնից ու չարությունից է խեղդվելու։ Լավ, դրա մասին չեմ ուզում խոսել։ Ես նոր ծնունդ եմ ստանում։ Տեսնենք ինչ կլինի։ Խնդրում եմ, աշխատիր պրոբլեմների մեջ չընկնել ու հեռու մնալ եղբորդ կնոջից։
Ոչ թե պիտի աշխատեմ, այլ տենց էլ պիտի լինի։ Կյանքը շատ կարճ է։ Առանց անա լիքը ժամանակ եմ գործրել այդ տականքի վրա։ Ուզում եմ կյանքը վայելեմ։ Ապրես, այդ մեկը իմ սրտով էր։ Հա, Ռուզան, այս Մարիամի տան հասցեն անոր։ Ու Տիկին Հայաստանի հեռախոսը համարը։ Ռուզան, արդեն պատրաստ ես։ Հա։ Այդ ինչ պահեցիր։ Ես եմ տվել։ Հասցե հեռախոսի համար։ Ծանոթ հասցե է։ Ումն է։ Մարիամինը։ Խնդրելա, որ փոխանցեմ։ Ինչ որ խնդիր կա։ Չգիտեի, որ հիվանդների հետ հիվանդանոցից դուրս էլ ես շփվում։ Հա, շփվում եմ։ Եվ մեր կանոնադրությունը չի արգելում հիվանդների հետ շփվել հիվանդանոցից դուրս։ Հետո գնացինք։ Քնեց երեխեն։ Հա։ Երեխես քնեց Ալեքսանյան, Կարթնանա Շահվերդյան։ Չգիտեմ, մինչև երբ կկարողանանք թաքցնել Մարիամից ու կկարողանանք արդյոք։ Բայց ես չեմ կարողանում հասկանալ։ Ինչի եք թաքցնում, ինչի չեք ուզում ասել։ Ասենք թե Մարիամը իմացավ, ինչ պիտի ասի, կամ ինչ իրավունք ունի ինչ որ բան ասելու։ Այ քեզ բա։ Հերիքչի մարդկանց երեխային գողացել է, հələ մի բան էլ սերունդների վրա է թաթը գցում։ Նատաշ, ինչի ես դու ամեն ինչը սև գույների մեջ տեսնում։ Մարիամը ոչ մի բան չի պահանջում։ Մարիամը ուղղակի հիվանդ է։ Ու այն ամենը, ինչ կապված է Ազատի ու Տիգրանի հետ, շատ ծանր է տանում։ Էս են դեպքն է, որ մի գիշ քարը գլորումա ձորը 1000 խելոք չեն կարողանում անել։ Մարիամ։ Էս ամեն ինչի մեղավորը Մարիամն է։ Իսկ դուք դրել եք Մարիամին նանիկ եք անում։ Ինչ լավ է, որ Մարիամի տան անդամները քո նման չեն մտածում։ Թե չէ Մարիամի վիճակը ահավոր կլիներ։ Նազիկ, Մարիամի վիճակը հետ չէ ահավոր չի, հա։ Ահավորը Մարիամի տան անդամների վիճակն է։ Մարիամը շուտով բոլորին գժանոց կուղարկի։ Նատաշ, դու ինչի ես այսքան չար։ Ես եմ չար։ Դե ինչ ասեմ, եթե դու համարում ես, որ ճիշտ խոսելը դա չարություն է, ուրեմն ես չար եմ, թող քո ասածը լինի։ Մարիամը բոլորիս խառնել է իրար, դրել են Մարիամ են խաղացնում։
Մամ։ Իվա։ Ասա Սոնջան, ոչ մամանա տանա, ոչ գորը կարող է իմանա Սուրեն գնացել։ Ես գիտեի մամատ պարկած է։ Աղի լավ չեր զգում, այդ վիճակում ուր կարա գնացած լինի։ Լավ լսվում զանգը։ Կարող է գորի հետ միասին է։ Դժվար է։ Չել պատասխանում։ Ուր կարա գնացած լինի։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, խնդրում եմ նստեք։ Ամեն ինչ պատրաստ է։ Մնում ամենակ ստորագրել։ Համարը ժամանակավորապես անհասանելի է։ Ալա։ Չի իր անջատել հեռախոսդ։ Ինչ է եղել, չես այդ վիճակում։ Հեռախոսային խոսակցություն չի, պիտի հանդիպենք մենք։ Ում հետ է կապված։ Իմ ու քո։ Հիմա չեմ կարա, թող մնա մի ժամից ես քեզ կզանգեմ։ Ես արդեն տանից դուրս եմ եկել։ Չգիտեմ թե դու ինչ գործեր ունես, բայց բոլորը հետաձգի։ Լավ, դու հիմա որտեղ ես։ Գնա քո տուն, գալիս եմ այնտեղ։ Լավ, շատ լուրջ բան է։ Շատ, բայց հարցեր չտաս։ Կգամ կխոսենք։ Ես հիմա չեմ կարա գամ, անհետաձգելի գործեր առաջացան։ Հա, խոսել եմ։ Հա, հանդիպեցի, խոսեցի։ Հիմա չեմ կարա խոսամ, տաքսում մեջ եմ, կիչնեմ կզանգեմ։ Լավ։ Ստեղ ստորագրեք։ Եվ այստեղ էլ ստորագրեք։ Տղես, հիմա զբաղված եմ, ես կզանգեմ։ Մենք պետք է խոսանք, ու շատ շտապ։ Ուրեմն արի օֆիս, կես ժամից այնտեղ կլինեմ։ Գալիս։
Վերջ, շնորհավորում եմ։ Իմ աղջիկ, ինչ ես անում? Մտածում եմ ինձ սանրված կանեմ, մեկ հավաքում եմ, հետո փոշմանում եմ։ Ինչ էլ անես միևնույն է, սիրուն է լինելու։ Ոյ որ հիշում եմ, սիրտս կանգնում է։ Բնական է։ Այդ օրը բոլոր աղջիկների հետ էլ նույն բանն է կատարվում։ Հարսից գեստ, ամուսնական մատանի։ Չեմ մարդկանցից եմ լարվում, որ մտածում եմ այդքան մարդ լինելու, ուզում եմ տանիք բախնեմ։ Ինչեր ես խոսում, աստղիկ։ Վաղը չեմ իսօրը հարսանիքն է, դու չգիտեմ ինչեր ես մտածում։ Բարի լույս։ Բարի լույս, բալես։ Տիգրան տան, չի։ Չէ, դու քնած էիր, Տիգրանը քնած, ասեց մի քիչ ուշ է գալու։ Էլ ես դեղերը չեմ խմելու, օրվա կեսը քնած եմ։ Մենք էլ ենք նոր արթնացել, բալես, երևի օրվանից է։ Լավ էլ իմամ, ես կխոսեմ Սեթի հետ։ Լավ, բժիշկին կխնդրենք, որ քչացնի, բայց չխմելու մասին մոռացիր։ Աստղիկն էլ չգիտի ինչ սանրված կանի։ Հարսանիքին մի օր է մնացել։ Դե արդեն որոշել եմ մի քիչ։ Հավատս չի գալիս։ Դու ինձ համար միշտ մնալու ես իմ փոքրիկ աստղիկը։ Ես կբացեմ։ Ես շատ եմ ուզում, որ դու երջանիկ լինես աստղիկ։ Լավ, արի գնանք տեսնենք ով է եկել։ Կարող է Տիգրանն է շուտ է եկել։ Մարամի ընկերուհին եմ։ Չհիշեցիք ինձ։ Նոր եմ հոգեբուժարանից դուրս եկել։ Ռոզաննա, իմ ընկերուհին։ Հիշեցի աղջիկ ջան, ներս համեցեք։ Ռոզան։ Ոնց էի կարոտել։ Երբ են դուրս գրել։ Բարև։ Բարև։ Մի քանի ժամ առաջ տեսնում ես, մի անգամից եկել եմ քեզ տեսնելու։ Լավ, եկեք գնանք ներս։ Չէի հավատում, որ միասին ազատության մեջ կլինենք։ Ես միշտ հավատացել եմ, այդ դու չէիր հավատում։ Ու այստեղ չեք խոսելու, երեխեք ջան, ներս եկեք, այդեք։ Ջոգիստը ինչ է անում։ Ախրա Ալեքս է։ Ես արդեն քո տան մոտ եմ, դու որտեղ ես։ Ես արդեն տանն եմ, բարձացի վերև։ Մազերի գույնը ոնց փոխեց տաքսի մեջ։
ես սկսում եմ վախենալ, ինչ որ բան է եղել։ Ասում ես երեխա ունենալ չես կարող։ Հա։ Ոչ չես կարող, եթե ես հղի եմ։ Հղի ես։ Հա։ Բժիշկը քիչ առաջ զանգեց, պատասխան ասեց։ Նշանից է։ Դու զարես առնում, հա։ Ես քեզ ասում եմ, այդ երեխան չի կարող նշանից լինել։ Ես նշանի հետ էս 2 ամիսա իրար միս ենք ուտում։ Իմ նշանի մեջ ոչ մի բան չկա, դու հասկանում ես։ Աստված իմ, եթե նշանի իմանա ինձ ինչ կանի։ Շաքե, ես չգիտեմ, այդ երեխան նշանից է, թե ումից է, բայց դու ինձանից չես կարող երեխա ունենաս։ Ինձ, ո՞նտեղ ես դրել։ Հյուրեր ես սպասում։ Չէ։ Չես ուզում բացես։ Չէ, ով որ է, թող հետ գնա։ Շաքե, ես չեմ ուզում քեզ վիրավորել։ Բայց հասկանում ես, որ չես կարա ինձանից երեխա ունենաս։ Ես երեխա չեմ կարա ունենամ։ Ուզում ես ես կարամ հենց հիմա բժշկի դիագնոզը քեզ ցույց տամ։ Ես չգիտեմ բժիշկները ինչ դիագնոզ են քեզ տվել։ Ես հիմա հղի եմ, հասկանում ես։ Ու եթե հայրը երեխայի դու չես, ուրեմն ես Սուրբ Հոգուց եմ հեղիացել։ Աստված իմ։ Հիվանդանոցում շատ մեծ հաջողությամբ կարող են շփոթվել։ Լինում են, չէ՞ տենց բաներ։ Եթե դու ինձանից հղի ես, ուրեմն կարա Իզա երեխան լինի իմ երեխան։ Տես ով է, դուռն է։ Ալեքս, արեց գիտեն որ դու տունն ես, դուռը բացի։ Ինչի է դու։ Ստեղ սպասի դուրս չգաս։ Սպասի։ Գոյ, բայր, ներսը։ Չես նայում։ Գոհ, ինչ ես անում, ինչ ես մանգալի։ Գոր, ես քեզ իմ ամեն ինչ կբացատրեմ։ Մենակ դու չէ։ Վերջ չի ուրիշ բան է մտածել, Գոր։ Ես ես վերջերս անընդհատ զանգում էի Շաքեին ու խնդրում էի, որ Տիգրանի հետ խոսա։ Հա, ես էլ ձեզ այդ մասին չեմ ասել, որ կռիվ չլինի։ Ես որոշեցի ինքս գամ ու բացատրեմ, հասկացնեմ, որ ես ոչինչ չեմ կարող անել, եթե կարողանայի Տիգրանին եւ նա ոչինչ չի անի, չի օգնի իրեն։ Հորիցդ վախեցա, չգիտես, հորդ ամենտեղ ականջներ ու աչքեր ունի։ Ձեռ ես առնում։ Գոր, Շաքեն մեղավոր չի։ Եթե այստեղ կա ինչ-որ մեկը, որ մեղավոր է, այդ ես եմ։ Ես հասկանում եմ, ես չպետք է Շաքեին անհանգստացնեի Տիգրանի հարցում։ Ես չպետք է ինձ անեի, որ դանակը հասներ ոսկորին։ Արա, ես ինչ եմ ասում, այ կռիս։ Իմ մոտ այդ մոտիլով կեքը չի անցնում։ Գոր, խնդրում եմ։ Մի արա։ Ինչ նոր կեղտոտ խաղը սկսի, արա։ Արդեն ասացինք, որ Ալեքսը ոչ մի բանից տեղյակ չի։ Ես ինքս որոշեցի գալ այստեղ ու ամեն ինչի մասին խոսել։ Հեռու ես մնում հարամորիցս։ Լսիր։ Շաքե, գնայես, որ չես ես ամեն ինչի մեջ խառնեցի։ Առաջին գնացին։ Ող ձեռքս Գոր։ Իսկ մենք հետո կխոսենք, արա։ Ձեռքս Գոր ցույցնում ես։ Չէ։ Հնարավոր չի։ Առաջին մի քանելից տիրապետում, շուտ արա։ Մոռացել ես ում հետ ես խոսում, որդ հետ ես խոսում։ Մի քանի ավելի բաց չեմ խոսում, շուտ գնալ ես դիավտո։ Գոր։ Պրոֆեսոր Բազոյան։
քեզ շատ վատ պահեցիր։ Հələ մի բան է դու ես մնաց գալի։ Ինչ գործ ունես այս Աննասունի հետ։ 1000 անգամ քեզ պիտի չասեմ։ Ինձ էշի տեղ ես դրե։ Դու ինձ ճիշտը չասիր, մամ։ Համբերությանս բաժակ արդեն լցվել է։ Հետո ինչ իմացար, որ ես Ալեքսի տանն եմ։ Հետևել ես։ Հետևել եմ, որտեվ սկսել եմ քեզ չվստահել ես։ Գոր։ Հիմա չես ասելու խեյրեք ես Աննասունին հետ։ Արդեն ասել եմ։ Լավ, մամ ջան, ուրեմն այս մասին պապան կիմանա։ Չէ գոր, տենց բան չես անի։ Կանեմ։ Գոր։ Եթե խաղաքարտերդ միջև վերջը բացես։ Այ միջև տուն հասնելը ժամանակ ունես։ Մանեի համար շատ էի անհանգստանում։ Լիլիթը ասաց, որ Մանեի ամուսինը եկել է ու իրան երեխու հետ տարել է։ Ինչ լավ է։ Գիտեիր, որ Լիլիթը Տիգրանից հետ ընկերություն անում։ Ոնց ընկերություն անում։ Ուզում ես ասես ապագա հարսը տա։ Լավ է։ Շատ լավ է։ Հոգեբուժարան գնալու կարիք չի լինի։ Հենց մի բան լինի, հարսդ միանգամից հարցերդ կլուծի։ Վայ Ռոզան, Լիլիթը իսկապես շատ լավ աղջիկ է։ Լիլիթը լավն է, բայց հարսից օգուտ չկա։ Ամեն դեպքում զգույշ եղի։ Նույն ահավորն ես մնացել։ Չեմ հավատում, որ էլ Ազնևի ձայնը չեմ լսելու, էլ չեմ խոսում Թինայի թթված դեմքի մասին։ Սեղանը պատրաստ է, բայց ես սոված չեմ։ Աղջիկ ջան, շատ համով սպասեմ եփել, հաստատ չես փոշմանի։ Լիդայի ճաշերից հետո ինչ էլ ուտեմ, հաստատ չեմ փոշմանի։ Լիդան ո՞վ է։ Մեր խոհարարը։ Լիդայի համով ճաշերի մասին չես պատմել։ Դե լավ, Ռոզան, այդքան էլ ահավոր չէ։ Ուղղակի մի քիչ անհամեին։ Հեսա մամայի սարքածը կփորձես, կտեսնես ինչ համեղ է պատրաստում մամաս։ Չեմ կասկածում։ Իմիջայլից Ռոզան, վաղը չեմիսերը քույրիկիս Աստղիկի հարսանիքն է ու ես շատ կուզեի, որ դու նույնպես գայիր։ Հա, ես էլ եմ հրավիրում։ Ես սիրով կգամ։ Մանավանդ, որ վաղուց մարդկանց մեջ դուրս չեմ եկել։ Ինձ համար դա կարևոր է շատ։ Բայց խնդրում եմ, ոչ ոքի չասեք, որ հոգեբուժարանից նոր եմ դուրս եկել։ Չէ, չենք ասի։ Արդեն լցրել եմ, հիմա երևի սառեց, եկեք գնանք։ Դե լավ, գնացինք։ Բարև Տերես։ Չհասկացա։ Պահվածքդ ինչ-որ բան է նշանակում։ Իմ հետ է կապված, թե… Ես միշտ հպարտացել եմ քեզանով։ Բայց այսօր խիստ հիասթափված եմ։ Միանգամից պատճառն ասա։ Էդ ինչ ես լսել իմ մասին, որը տենց միանգամից հիասթափվել ես։ Տարիներ առաջ դու քո նախկին բրիգադիրին լռեցնելու համար պատվիրել ես նրա սպանությունը, չէ՞։ Դու գոնե հասկանում ես ինչ ես խոսում։ Ով է այդ հիմարությունը գլուխդ լցրել։ Չգիտեմ ինչի մասին ես խոսում, բայց ես կյանքում մարդկանց կյանքի հետ խաղ չեմ անում։ Նախկին բրիգադիր, հա։ Սետնակ ես սենց իմ դեմ լարել։ Հենց այն օրը, երբ դու խլեցիր տունը նրանց ձեռքից, հենց այդ օրը հատուկ քո պատվերով նրան ավտոյի տակ գցեցի։ Աստորեն սետը սկսել է փրփուրներից կախվել։ Ու ինձ քո աչքից գցելու համար այդ դժբախտ պատահարը իմ վրա է բարդում։ Ու դու հավատացել ես։ Իմ համար ամենացավոտը դա է։ Ոնց եմ հոգնել ես ամեն ինչից։ Էլ չգիտեմ ինչ անեմ։ Ում հավատամ, ում չհավատամ։ Հենց նոր դու ինձ մեծ ցավ պատճառեցիր։ Իրան դու սեթին չես ճանաչում։ Կարող էիր նրա ասածները կասկածի տակ դնել։
Բայց ինձ բոլորից լավ ես ճանաչում։ Ոնց կարող ես սետին հավատալ։ Դու լավ գիտես։ Ես ոչ մի գործ կիսատ չեմ թողնում։ Եթե ինձ պետք լիներ սետին վերացնել, ես կվերացնեի։ Ենթադրում եմ, որ սեթը ուզում է, որ ազգանունդ փոխես։ Դրա համար էլ ինձ վրա ցեխ է շպրտում։ Եթե դու պիտի սեթի ասածներին հավատաս, ինչի եք պայքարում իմ համար։ Ես դեզ այդքան ցավ տառապանք եմ պատճառել։ Քանի կարի մասին ոչ մի բան չէիք մտածում։ Իսկ հիմա շատ կարևոր մարդ եմ դառել ձեր համար։ Իմ համար շատ ցավալի է ձեզ այս վիճակում տեսնելը։ Այն ժամանակ շատ ավելի լավ էր մոռացության մեջ լինելը։ Գոնե այսքան բանը չէի տենում։ Տիգրան, չեմ ուզում էլ ոչ մի բան լսեմ։ Ձեզանից ինչ-որ մեկը խաբում է ինձ, փորձում է ինձ կեղծիքի մեջ պահի։ Ես չեմ ուզում իմանամ ով է ձեզանից խաբում ինձ։ Չեմ ուզում։ Իզա ջան, փոխեցիք։ Հա, փոխեցինք։ Բան, ամեն ինչ նորմալ անցավ։ Հա։ Չգիտեմ, ճիշտ արեցի թե սխալ։ Այդ արդեն կյանքը ցույց կտա։ Քերի, դու ինչ-որ կարևոր հանդիպում չունեիր։ Պետք է գնայի Իզա ջան, ուղղակի հետաձգեցին հանդիպումը, հետո էլ ուշ չկարեցա գամ։ Երեխան քնած է։ Հա, երեխան շատ հանգիստ, անուշ քնած է։ Ասում են, որ մարդ անունը, ազգանունը փոխում է, ճակատագիրն էլ հետն է փոխվում։ Այ կտեսնեք, ամեն ինչ շատ լավ է լինելու։ Երեխես վաղուց ասենց հանգիստ չէր քնել, շատ անհանգիստ էր, հիմա շատ հանգիստ, հանդարտ քնած է։ Գնամ երեխու մոտ։ Ամեն ինչ նորմալ անցավ, նշանը ոչ մի բան չասեց։ Չէ, բայց շատ ուրախ էր։ Ես էլ իր այդպես ուրախ չէի տեսել։ Էս լավ նշան էր Եղիշ ջան, դու էլ ապրես, որ շատ ճիշտ Իզային խորհուրդ տվեցիր։ Սա լավ նշան էր, այ կտեսնեք ամեն ինչ շատ լավ է լինելու։ Լավ։ Ալեքսը օֆիսում չի, հեռախոսն էլ անջատել է, ասեցին համարը փոխել է, բայց նոր համարը հələ չեմ ճշտել։ Համարն ինչի է փոխել։ Չգիտեմ, տղերքին ուղարկել եմ, տենան կարող է տունը լինի։ Այս սարը որ է կիմանան համարը կզանգեն կասեն։ Այս բային ինձ ուրիշ բան անհանգստացնում։ Սեթը Տիգրանին պատմել է վթարի մասին։ Նկատի ունես։ Հա։ Ես դրան այն ժամանակ պիտի վերացնեի։ Ու Տիգրանն էլ հավատացել է։ Չգիտեմ։ Բայց որ այդ սրիկան պատերազմի է պատրաստվում, այդ հաստատ է։ Եթե չի վախենում, թող պատրաստվի։ Չէ, չի վախենում, որովհետև կորցնելու բան չունի։ Դրա նպատակը Տիգրանին իմ դեմ հանելն է։ Շավերձյան, ինձ է թվում, թե սկսել ես Տիգրանի պահով կասկածել, որ հանգարց կարող է սետի կոմնացնել։ Ես դա թույլ չեմ տա։ Սեթը իր ուզածին չի հասնի։ Իսկ արդեն գիտի երեխու ազգանունը։ Եթե չգիտի, էլ շուտով կիմանա։ Դες ինչ ես անում, Սերգո։ Ալեքսին գտնում ես ու շատ արագ։ Ուրիշ չի գալիս, ինչ որ շատ է Տիգրանի հետևից ընկնում։ Դու Տիգրանին չհարցրեցի։ Չէ։ Լավ։ Ոնց ուզում ա լինի, ես 2 ժամվա մեջ կգտնեմ կբերեմ մոտ։
հասկանում, ինչ ես իմ դեմ դուրս եկել։ Ի տարբերություն քրոջդ ու հորը դու ինձ միշտ հասկացել ես։ Չանցավ։ Այս անգամ մամ ջան, ես քեզ չհավատացի։ Օրինակ ինչ ես մտածում, ես ինչ եմ գնացել Ալեքսի տուն, հա։ Որ գլխի ինգած լնեի, հաստատ իմացի ներվերս չէի փչացնի։ Քուր վերջին անգամ եմ ասում։ Դու ինքդ ես շատ լավ գիտես, որ Ալեքսը ամեն ինչ անում է Տիգրանի ներման արժանանալու համար։ Նա հետո դու ինչ կապ ունես։ Դե, որ Ալեքսը մեր տանն էր ապրում, մենք վատ հարաբերությունների մեջ չէինք։ Ու Ալեքսը մտածել է, որ ես ինչ-որ բանով կկարողանամ իրան օգնել։ Դրա համար էլ ես վերկացա գնացի, որովհետև դա հեռախոսային խոսակցություն չէր։ Փորձեցի բացատրեմ իրեն այդպես։ Չէ, այս անգամ դու ամեն ինչ լավ պլանավորել էիր։ Կամ այդ կեղծամը քեզ որտեղից։ Չեմ էլ հիշում, թե այդ կեղծամը ես որտեղից եմ գնել, երբ եմ գնել։ Վաղուց էր։ Մի անգամ տեսա, հավանեցի ու գնացի, բայց հաստատ Ալեքսի տուն գնալու նպատակով չեմ գնել։ Գոր դու ինքդ գիտես, որ հորդ վախից եմ դա արել, որ ոչ ոք չճանաչի ինձ։ Դու շատ լավ գիտես, թե ես նշանից ոնց եմ վախենում։ Չգիտեմ։ Չէ, մամ, ես պտի պապային տեղակ պայեմ։ Չէ, Գոր, խնդրում եմ, դու այդպիսի բան պիտի չանես, Գոր։ Իսկ ինչու ես վախում։ Չեմ վախենում, ուղղակի մտածում եմ, որ ինքը ինձ չի հասկանում։ Մամ, իմ հերը հասկացող մարդ է։ Ու վստահ եղի, եթե հասկանալու բան լինի, ինքը քեզ կհասկանա։ Գոր, խնդրում եմ։ Ստացիմ։ Այսինքն ինձ ինչ կրակի մեջ գցեցի։ Ալո, Տիգրան։ Կարաս գործդ թողնես։ Կամ չգիտեմ մեկը կա, ով կարա քեզ փոխարինի։ Լիլիթ։ Գիտեմ, այս այն խոսակցությունը չի, որ պիտի լիներ հարսանիքից առաջ։ Ուզում եք հարսանիք չլինի։ Ասել պատասխանները։ Իսկ հնարավոր է, որ անալիզների պատասխանները կամ ինչ-որ բան խառնացնեն։ Կարող եք նորից անալիզ հանձնել։ Կհանձնեմ։ Հրավիրատոմսերը բաժանել ես։ Չէ։ Ինչի՞ չես բաժանել։ Չեմ բաժանելու։